Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարտադիր զինծառայության ժամկետը կրճատելու 2 տարվա փոխարեն 1.5 տարի սահմանելու պաշտպանության նախարարության առաջարկը, որ գերատեսչությունը հիմնավորում էր պայմանագրային զինծառայողների թվի աճով, ինչպես նաև կանխատեսում, թե այսպես պարտադիր զինվորական ծառայության կազմակերպման ուղղությամբ ծախսերը նվազելու են, ուժի մեջ կմտնի ոչ թե հաջորդ 2026-ի ամառային, այլ առաջիկա ձմեռային զորակոչից, տեղեկացնում է վարչապետը Facebook-ում, հրապարակելով հատուկ տեսաանդրադարձ իշխանության ներսում են քննարկել ու որոշել։ Այսօր քննարկում եմ ունեցել պաշտպանության նախարարի հետ, նախորդող շրջանում խորհրդանական գործընկերների հետ եւ որոշել ենք, որ օրենքը ավելի շուտ ուժի մեջ մտնի 2026 թվականի հունվարի 1-ից, այսինքն 2026 թվականի հունվարի 1-ից ձմեռային զորակոչից Հայաստանում ժամկետային զինծառայությունը 2 տարվա փոխարեն կլինի 1.5 տարի։ Պաշտպանական գերատեսչության այս աղմկահարույց նախագիծը, որ փորձագիտական եւ նույնիսկ նախկին բարձրաստիճան զինվորականների շրջանում լայն դժգոհությունների ալիք է բարձրացրել, ինչու կառավարությունը որոշեց ավելի շուտ գործարկել։ Վարչապետն իր տեսանյութում այս հարցին չի պատասխանում, չի պարզաբանում, այլ մանրամասներ չի ներկայացնում։ Փոխարենը փորձագիտական համայնքում են սրվում մտահոգությունները։ Անձնակազմի թվականակը որոշվում է քաղաքական ղեկավարության կողմից ռազմական ղեկավարության առջև դրած խնդրի կատարման տրամաբանությամբ։ Հիմա երբ որ դուք կրճատում եք, սա նշանակում է, որ քեզ մոտ այսպես կոչված քվեության խաղաղություն է, որտեղ եթե հիմնավորվում է, որ այդ 6 ամիս կրճատելով պայմանագրայիններն են զորակոչելու, դա կեղծիք է։ Կրիտերիաներ չի դրվում։ Փորձագետը նկատի ունի այն բոլոր սոցիալական ծրագրերն ու ձևաչափերը, որոնք դեռ 90-ականներից մոտիվացնում էին զինվորական պատրաստվածություն ունեցող եւ հատկապես սահմանամերձ բնակավայրերում ապրող քաղաքացիներին, ովքեր փաստացի ոչ միայն իրենց տունն էին պաշտպանում, այլ նաեւ ըստ էության աշխատում։ Հետևաբար, երբ որ իրենք կրճատում են ծառայության ժամկետ, իրենք պակասեցնում են ինչ? Անձնակազմ։ Եթե պակասեցնում են անձնակազմ եւ չկա սոցիալական փաթեթ մոտիվացիա պայմանագրայիններով բանակը համալրելու, նշանակում է իրականում քո բանակի թվակազմը պակասեցում։ Այսինքն գալու է մի բան, որտեղ բարձր որ Ադրբեջանը ունի 100,000 բանակ սպառած են։ Հայաստանը ունի 10,000 բանակ, որտեղ պայմանագրայինները չեն ուզում պայմանագրային ծառայություն, ժամկետային զինծառայողներն զորակոչ չկա։ Օրեր առաջ էր տեղեկություն տարածվեց, թե Ադրբեջանը մինչև հաջորդ տասնամյակ նվազեցնելու է ռազմական ծախսերը։ Կեղծիք էր։ Հերթական այս ազեր ֆեյքը երկար կյանք չունեցավ։ Մասնագետները տեղն ու տեղը պարզեցին ջրերը հիշեցնելով, որ միայն օրինակայի ադրբեջանական նախախաղաղության ամերիկյան գագաթնաժողովից Ալիևը Բաքու տարավ նաև չեղարկված 907 բանաձևը, եւ մինչև հենց իրենց նշած ժամկետը 2030-ը դեսուդենից ավելի թանկ գին վճարելով զենք զինամթեր գնելու փոխարեն պարզապես ուղիղ առավել մաչելի ու շահավետ առուցախի մեջ են մտնելու։ Ադրբեջանը ինքը ոչ միայն ավելացնում է, ինքը նաև սպառազինությունն է հարձակողական առաջին հերթին։ Տանկային մեծ ստորաբաժանումներով զորաբարձություններ են դառնում։ Տանկային զորաբարձությունը հարձակողական զենք, այլ ոչ պաշտպանողական։ Հետաբար Ադրբեջանը զինվում է, Հայաստանը կրճատում է իր զին անձնական։ Ի տարբերություն Բաքվի, սակայն հիշեցնենք, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես նաև հայտարարել է եկող տարի ավելի քան 15%-ով կրճատել նաև ռազմական բյուջեն, ինչն իշխանականները համարում են մեր երկրի շահերից բխող որոշում, ընդդիմադիրները հակառակը։ Այս պահի դրությամբ Տավուշի մարզի Բագրատաշենի անցակետը կարելի ասած արդեն փակ է, ոնց խոստացել էինք։ Իրենց խոստմանը համաձայն փոխադրող ընկերություններում աշխատող եւ անհատ բեռնափոխադրող վարորդները փակել էին ճանապարհները բեռնատարների համար։ Մարդիկ ստիպված են դիմել այս միջոցին։ Նախորդ օրերին վարորդները կառավարության շենքի առջև մի քանի անգամ ակցիաներ են կազմակերպել, որպեսզի կառավարության անդամների ուշադրությունը հրավիրեն Ռուսաստանում միգրացիոն օրենսդրության հետ կապված խնդրին։ Այդ երկրում ԵԱՏՄ անդամ պետությունների քաղաքացիներին առանց վիզայի կարող են գտնվել տարեկան 90 օրից ոչ ավելի, նախկին 180 օրվա փոխարեն։ Այս պատճառով տասնյակ վարորդների մուտքը Ռուսաստան արդեն արգելվել է։ Հարյուրավորներն էլ այդ վտանգի առաջ են կանգնած։ Բոլոր ընկերություններից բռնած միջև անհատը, միջև են 3 տոննիկ մեքենա։ Արկելա փակվելու է մուտքը դեպի Ռուսաստան։ 7000 վարորդի մասին է խոսքը։ Ինչու է անբավարար տարեկան 90 օրը Հայաստանից ապրանքների արտահանման եւ Ռուսաստանից ներկրման համար։ Մարդատար ավտոմեքենայով Ռուսաստան ուղևորված մարդկանց համար դա իսկապես կարող է անհասկանալի թվալ։
Իմ 90 օրվա օրերից 49 օրը ես կանգնել եմ Վլադիկավկազում։ Ես Լարս անցա, Մոսկվա գնացի, հետ եկա, իմ Մոսկվա հետ գնալ գալը միջև Վլադիկավկազ նորից քաշում է 5 օր։ Իսկ ես Վլադիկավկազում 12 օր կանգնում եմ հերթի, որ գամ Հայաստան։ Իրանք այդ կանգնած օրերը մեզ օր են հաշվում։ Այսինքն այս տրամաբանությամբ կազմակերպված երթևեկության պայմաններում տարվա ընթացքում մի քանի ուղևորությունից հետո Հայաստանի բեռնափոխադրողների համար լրանում է առնվազն 90 օր սահմանաչափը։ Սա սակայն միայն հազարավոր վարորդների եւ նրանց ընտանիքների խնդիրը չէ։ Այս մարդկանց աշխատանքից է կախված Հայաստանի բնակչության բարօրությունը։ Սա ձեր վրա էլ ազդելու, այն ոտքով քայլող մարդու վրա էլ, այն տրանսպորտի մեջ գնացող մարդկանց վրա էլ, բոլորի վրա էլ ազդելու է։ Ոչ արտահանվելու է, ոչ ներկրվելու է ապրանքները։ Հացի խնդիր է լինելու, ձեթի խնդիր է լինելու, հեղուկ գազի խնդիր է լինելու։ Կառավարության ներկայացուցիչները նախորդ օրերին վստահեցնում էին, որ տեղյակ են խնդրին եւ բանակցում են ռուսական կողմի հետ մեծ համար դրական լուծում ստանալու համար։ Առայժմ ամեն ինչ սահմանափակվում է խոստումներով, գետնի վրա ռուսական կողմը շարունակում է արտաքսել հայ վարորդներին եւ արգելափակել նրանց մուտքը Ռուսաստան։ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը, որպեսզի այվ առաջարկել է, որպեսզի 90 օրը իրենց ներքին օրենսդրությամբ սահմանված փոխարինվի 180 օրով։ Մենք ունենք դրական արձագանք, Ռուսաստանի Դաշնության գործընկերները համաձայնել են մեր մտահոգությունների հետ։ Իդեպ օրերս տեղեկություն տարածվեց, որ դեպի Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսներին են ստուգել տուգանել Վրաստանի ճանապարհներին։ Տուգանքները բավականին մեծ են, իսկ հայաստանցի վարորդները չեն կարողացել պարզել, թե ինչն է նրանց նկատմամբ համընդհանուր մոտեցման պատճառը։ Արմավիր քաղաքում ամիսներ շարունակ հակասանիտարական ու գարշահոտ վիճակ էր։ Կեղտաջրերը տներ էին լցվում, մարզասրահներ ու լողավազաններ։ Համաճարակի վտանգ կար։ Այսօր լրատվական ու Շամշանքոմը բարձրաձայնել էին խնդրի մասին օրեր առաջ։ Հրապարակումից ժամեր անց խնդրի մասին տեղեկանալով տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի հանձնարարականով Արմավիրի մարզպետն ու քաղաքապետը տեղում ծանոթացել են վիճակին։ Արդյունքում սայլը տեղից շարժվել է ու խնդիրը լուծվում է։ Արմավիրի մարզպետարանն ու Արմավիրի քաղաքապետարանը նշված սեփականը տիրոջ հետ հսկայական աշխատանքների արդյունքում կարողացան այդ մի քանի տոննա կեղտաջուրը հեռացնել, վթարը վերականգնել։ Հենա թազա տրուբեն գցած արդեն։ Ամբողջ տարածքից էլեկտրական պոմպերի միջոցով հեռացվել է մի քանի տոննա կեղտաջուր։ Աշխատանքներն ամբողջությամբ կավարտվեն մոտ օրերս ու արմավիրցիներն այլևս չեն շնչի գարշահոտը։ Հարգելի կրթության նախարար, որոշումներ կայացնելիս միշտ քննարկեք եւ ուսուցիչների եւ աշակերտների հետ։ Իր մտահոգությունն է հնչեցնում ուսուցիչներից մեկը հորդորում վերադարձնել բանավոր հարցման գնահատականները, որոնք մոտիվացիա էին աշակերտների համար։ Սովորել ոչ թե գնահատականի, այլ գիտելիքի համար կրթական նոր բարեփոխումը սրան է միտված, բայց հետևանքները ճիշտ չէին հաշվարկված։ Հանրակրթական նոր չափորոշիչով անբավարար գնահատականն այլևս չկա։ Եթե նույնիսկ երեխան 2 անգամ 1-3 միավոր է ստանում, ապա պետությունը նրան երկարօրյա պարապմունքների մեջ է ներգրավում։ Անտարբերություն կա։ Երեխա կա, որ գիրքը ինչպես տանում է, այդպես էլ հանձնում է, գիրք չի բացում։ Բավարարվում է դասանում ստացած գիտելիքով, ինքը լրացուցիչ չի թերթում, որտեղ պիտի երկուս էլ ստանա փոխադրվելու է, երեք էլ մեծը ունի այդ գիտակցությունը, որ հա գիտելիքն է կարևոր։ Բայց երեխան ավելի շատ, ասած սպասեմ ազատ ժամանակը ավելի շատ խաղերից վրա անցկացնեմ։ Ոլորտի փորձագետները դեռ տարիներ առաջ էին զգուշացնում հնարավոր ռիսկերի ու վտանգների մասին։ Վստահ էին աշակերտները ծուլանալու են, չեն սովորելու ու այդպիսով կրթական համակարգը ամբողջովին անկում է ապրելու։ Գիտեք, մենք ունենք երեխաներ, որոնք իրոք սովորում են թվանշանի համար։ Եթե ինչ-որ մի բան չի աշխատում, լուծումը դա հանելը չէ։ Մեր խնդիրներից մեկը այն է, որ եթե թվանշանը դառնում է, այսպես ասած, նպատակ, մենք մտածում ենք, որ քանի որ սխալ է օգտագործում թվանշանը, եկեք հանենք։ Բայց միգուցե պետք է շտկել, ոչ թե հանել, այլ այնպես անել, որ գնահատականը օգտագործվի ըստ այն ամենի, ինչի համար ինքը պետք է։ Մասնագետը հիշեցնում է բացասական թվանշանը նախ եւ առաջ
բայց զսպող մեխանիզմ էր, իսկ այն հանելով փոխարենը ոչինչ չառաջարկեցին։ Մինչդեռ որակյալ կրթություն պիտի ապահովեին, այն է հետաքրքիր ուսուցիչ, հետաքրքիր դասագիրք ու դասավանդում։ Մեզ թվում է, թե բացական թվանշանը դպրոցում կիրառվում է վատ սովորողների համար, բայց նպատակը միշտ եղել է բացական թվանշանի կիրառել դա, որպեսզի մյուսները լավ սովորեն։ Այսինքն, երբ որ մենք դա կիրառել ենք, այն նպատակը չի եղել, որ դրանով մենակ այն ամենավատ սովորողներին թողնենք նույն դասան։ Դրա նպատակը իրական այն է, որ հարգելի սովորողներ լավ սովորեք, որ դուք էլ բացասական չստանաք եւ չմնաք նույն դասարան։ Պարակտվում է կրթական շղթայի կարևոր օղակներից մեկը ըստ փորձագետների անբավարար գնահատականը հանելով, եթե սկզբնապես նպատակ ունեին շեշտը դնել գիտելիքի ոչ թե թվանշանի վրա, անսպասելի հետևանքներ առաջացան։ Սովորելու մոտիվացիան կորչում է, պատասխանատվությունը թուլանում ու պասիվ է դառնում վերաբերմունքը կրթության նկատմամբ։ Եվ այս համապատկերում չի կարող ձևավորվել մտածող, հետաքրքրված ու խելացի աշակերտ։ Օրեր առաջ կրիպտոարժույթի շուկայում իսկական քաոս էր։ Ամերիկայի նախագահ Թրամփի հայտարարությունից հետո, թե 100%-ով բարձրանում են տարիֆները, Չինաստանի համար իրարանցում առաջացրեց նաև կրիպտոարժույթի շուկայում։ Բիթքոյնի արժեքը ԱՄՆ նախագահի հայտարարությունից անմիջապես հետո նվազեց ավելի քան 12%։ Դա ամենամեծ անկումն էր ապրիլից հետո եւ կրիպտո շուկան $400 միլիարդ կորցրեց։ Այդ ժամանակ, երբ որ նման հայտարարություն արվում, պարզ է, որ բոլոր շուկաները արձագանքում են, այնտեղ շատ ստրատեգիկ ժամանակի առումով գտնվեց ԱՄՆ նախագահը, որ Ամերիկայի առևտրերը ռեակցիա չտան, միանգամից անկում չապրեն, իսկ ընդհանուր անկման շուկաների ժամանակ մենք տեսնում ենք, որ մինչև անգամ 80-90% է բիթքոյնի կուրսը անկում ապրում։ Միջազգային մամուլը գրեց նաև, որ կրիպտո առքուվաճառքով զբաղվող կրիպտո ոլորտում պրոֆեսիոնալ մի քանի թրեյդերներ, որոնք կառավարում էին բազմաթիվ մարդկանց պատկանող տասնյակ միլիոնավոր դոլարների ակտիվներ, ինքնասպան են եղել։ Ովքեր որ մարժայով futures-ով trade էին անում, այսինքն իրանք հավելյալ ռիսկ էին վերցնում այն կապիտալով, որ իրանք չունեն, կոպիտ ասած պարտքով բազմապատկում էին իրենց ռիսկը, իրենք ինչ որ պոզիցիաներ, ստավկաներ ունեին բացած, որ կրիպտոն կտրուկ աճելու է մոտակա ժամանակներս, բայց երբ որ կուրսը սկսեց հակառակ ուղղությամբ գնալ, իրանք լիկվիդացիայի ենթարկվեցին, իրանք ամբողջ գումարները կորցրեցին ու դա բերեց էլ ավելի մեծ անկման։ Հայաստանում կրիպտոարժույթի շուկայում էլեկտրոնային փող ունեցողները 20-ից 25% են։ Չկան տեղեկություններ, թե մեզ մոտ Հայաստանում այդ օրերին որքան մարդ եւ ինչքանով է տուժել էլեկտրոնային գումարների շուկայում տատանումների արդյունքում։ Ամեն տարի մեծանում է պահանջարկը, գործածությունը, մենք կարող ենք հստակ ասել, որ տարեց տարի անգամներով ծավալները կրիպտոյի շրջանառության մեծանում են։ Ավելի շատ մարդիկ են մտնում կրիպտո ոլորտ։ Մի մասը ներդրում անելու տեսանկյունից, մյուս մասը ուղղակի գործիք օգտագործելով միջազգային փոխանցումներ անելու համար։ Տատանումներ այս օրերին էլի են տեղի ունենում էլեկտրոնային արժույթի շուկայում, սակայն աննշան։ Բիթքոյնը հիմա տատանվում է $106,000 սահմաններում։